Մի փախուստային գիշեր, մի սխալ, որն անհնար է ջնջել։ Նա քնեց անծանոթի հետ առանց իմանալու, որ հաջորդ օրը այդ տղամարդը կլինի միլիոնատեր դատավորը, որը պատրաստվում է որոշել նրա ճակատագիրը։ Եթե սիրում եք սիրո պատմություններ, սիրավեպեր, բաժանորդագրվեք այս ալիքին, թողեք ձեր մեկնաբանությունը, ամեն օր տեղադրում ենք այսպիսի տեսանյութեր, շարունակենք։ Ամեն ինչ սկսվեց Երանի հյուսիսային պողոտայում գտնվող Մարիոթ հյուրանոցի շքեղ պարահանդեսում։ Լետիցիա Մենդոնցյանը չպետք է այնտեղ լիներ։ Զուսպ ճարտարապետ էր, ավելի շատ սովոր տեխնիկական գծագրերին ու մակետներին, քան շքեղ զգեստներին ու շամպայնի բաժակներին։ 32 տարեկան կինը, ում շագանակագույն մազերը միշտ հավաքված էին զուսպ կոկոնում, ով ունակ էր վերլուծական հայացք իր բարակ շրջանակով ակնոցի հետից, հրավիրվել էր Մարինա Պեշոտյանի, ազդեցիկ հաճախորդի կողմից, ով այնքան էր պնդել, որ նա չէր կարողացել մերժել։ Կանգնած ոսկեզօծ սրահի հսկայական սյուներից մեկի մոտ, Լետիցիան դիտում էր միջավայրը, կարծես դիտում էր այլ աշխարհի ներկայացում։ Հաշվարկված ժպիտները, չափազանցված կենացները, մարդկանց չափված քայլերը, ովքեր կարծես շարժվում էին իշխանության ազդեցության փորձված խորեոգրաֆիայի մեջ։ Նրա մուգ կապույտ զգեստը, ամենաէլեգանտը, որ նա կարողացել էր գտնել իր մինիմալիստական զգեստապահարանում, չափազանց պարզ էր թվում քարերի ներմուծված գործվածքների այդ օվկիանոսում։ Եվ հենց այդ ժամանակ նա տեսավ նրան։ Կապված անտարբեր տղամարդկանց մեջ նա առանձնանում էր ոչ միայն ֆիզիկական հզորությամբ, այլ հայացքի մեջ ինչ-որ բանով։ Հայացք, որը հատում էր ամբողջ սառնության մելամաղձության շփոթեցնող խառնուրդով։ Բարձրահասակ, քունքերին մոխրագույն մազերով, որոնք հակադրվում էին դեռս գերակշռող սին, անթերի կեցվածքով ներկայությամբ, որը կարծես հարգանք էր պահանջում, առանց որևէ բառ արտասանելու։ Լետիցիան անբացատրելի սարսուռ զգաց։ Նա անմիջապես ճանաչեց նրան, Էդուարդ Թավրիզյանին, Երանի քրեական դատարանի ամենասարսափելի դատավորին։ Նույն մարդը, ով 3 տարի առաջ հրապարակայնորեն քննադատել էր իր ստորագրած դատարանի ճարտարապետական նախագիծը, այն ճարտարապետական ամսագրին տված հարցազրույցում անվանելով գեղագիտորեն հավակնոտ ֆունկցիոնալ առումով թերի։ Քննադատությունն այդ ժամանակ վիրավորել էր նրա մասնագիտական հպարտությունը, բայց Լետիցիան առաջ էր շարժվել։ Այժմ, նրան առաջին անգամ անձամբ տեսնելով, նա զգում էր վրդովմունքի հիացմունքի շփոթված խառնուրդ։ Ինչու այդքան մարդկանց մեջ, ովքեր լցնում էին սրահը, նրա աչքերը համառորեն վերադառնում էին նրան։ Երբ նրանց հայացքները վերջապես խաչվեցին, քաղաքավարության համար տեղ չմնաց։ Դատավորը նույնպես կարծես ճանաչեց նրան, նրա արտահայտության մեջ ինչ-որ բան նրբորեն փոխվեց։ Անտեսանելի լարվածություն առաջացավ օդում, բնազդային ճանաչում, կարծես երկուսն էլ գիտեին, որ այդ հանդիպումը պատահական չէր։ Էդուարդ Թավրիզյանը չափազանց երկար պահպանեց աչքի կոնտակտը, որպեսզի դա պատահական լիներ, Լետիցիան, մի իմպուլսով, որը չհասկացավ, պահպանեց հայացքը շեղվելու փոխարեն։ Մարինան, ով սրահում շրջում էր ջրում ձուկի պես, նկատեց հայացքների փոխանակումը չարաճճի ժպիտով մոտեցավ Լետիցիային։ Տեսնում եմ, որ դուք պարոն Թավրիզյանն արդեն հանդիպել եք, մեկնաբանեց նա, շամպայնի բաժակը բռնած։ Միայն տեսողականորեն, պատասխանեց Լետիցիան, փորձելով անտարբեր թվալ։ Նա մի քանի տարի առաջ քննադատել էր իմ նախագծերից մեկը։ Ախ, Էդուարդն այդպիսին է։ Ամեն ինչում խիստ է։ Ասում են, որ նույնիսկ հայելու մեջ իր արտացոլումը չի հավանում, Մարինան ծիծաղեց, իսկ հետո Լետիցիայի սարսափին ժեստ արեց, կանչելով դատավորին։ Արի, ձեզ պաշտոնապես կներկայացնեմ։ Նա իմ ամուսնու ընկերն է։ Էդուարդ Թավրիզյանը մոտեցավ այնպիսի էլեգանտությամբ, որը մարտահրավեր էր նրա խստության համբավին։ Նրա քայլերը վստահ էին չափված, կարծես յուրաքանչյուր շարժում հաշվարկված լիներ։ Մոտիկից Լետիցիան նկատեց մանրամասներ, որոնք հեռավորությունից թաքնված էին։ Մուգ աչքերի շուրջ փոքրիկ արտահայտիչ գծեր, կատարյալ սափրված մորուք, զուսպ, բայց նկատելի օծանելիք։ Էդուարդ, սա Լետիցիա Մենդոնցյանն է, ճարտարապետը, ով վերանախագծել է իմ տունը Ծաղկաձորում։ Լետիցիա, սա պարոն Էդուարդ Թավրիզյանն է։ Օրիորդ Մենդոնցյան, ասաց նա խորը վերահսկվող ձայնով, ձեռքը մեկնելով։ Կարծում եմ, արդեն ծանոթ ենք, թեկուզ անուղղակիորեն։ Կոտայքի մարզի դատարանի մասին ձեր մեկնաբանությամբ, Լետիցիան լրացրեց, դիտավորյալ ուժգնությամբ սեղմելով նրա ձեռքը։ Դժվար է մոռանալ այդքան սրամիտ վերլուծություն։ Նրա աչքերում զարմանքի մի փայլ անցավ, արագորեն փոխարինվելով հաշվարկված հետաքրքրությամբ։ Նա սովոր չէր առերեսվելուն, հատկապես սոցիալական միջոցառումներում, որտեղ բոլորը կարծես անհամբեր էին նրան հաջողանալու։
Ես պահպանում եմ իմ կարծիքը նախագծի վերաբերյալ, պատասխանեց նա առանց շեղվելու։ Թե ճանաչում եմ, որ թերությունների հետում կա տաղանդ։ Մարինան, նկատելով աճող լարվածությունը, նյարդայնորեն ժպտաց ինչ-որ բան մրմնջաց այլ հյուրերին ողջունելու անհրաժեշտության մասին, հեռանալով նրանց հմտությամբ, ով գիտի, թե երբ է զրույցը դադարում միջնորդության կարիք ունենալ։ Հետագա երկխոսությունը կարճ էր, սուր, լի նուրբ սադրանքներով, քողարկված սոցիալական քաղաքավարությամբ։ Լետիցիան պաշտպանում էր իր ճարտարապետական ընտրությունները զուսպ գրքով, մինչդեռ Էդուարդը նրան մարտահրավեր էր նետում ճշգրիտ հարցերով, որոնք բացահայտում էին ճարտարապետության մասին զարմանալի գիտելիքներ։ Դա բանավոր մենամարտ էր, քողարկված որպես պատահական զրույց, երկուսն էլ կարծես էներգիա էին ստանում առերեսումից։ Ձեր նախագծի խնդիրը տեխնիկական չէր, այլ փիլիսոփայական, փաստարկեց նա, մինչ նրանք դանդաղ քայլում էին սրահով, հեռանալով երեկույթի կենտրոնից։ Դատարանը պետք է արտահայտի ամրություն, հուսալիություն, ոչ թե էքսպերիմենտալիզմ։ Արդարադատությունը չպետք է լինի նա թափանցիկ մատչելի։ Թե նախընտրում եք, որ դատարանները շարունակեն թվալ որպես ահաբեկող տաճարներ, որտեղ միայն նվիրյալներն են իրենց հարմարավետ զգում, առարկեց նա։ Էդուարդը բերանը բացեց պատասխանելու, բայց հետո անսպասելի բան տեղի ունեցավ։ Լետիցիան ժպտաց։ Ոչ պոլիտ կամ հարկադրված ժպիտ, այլ անկեղծ, որը լուսավորեց նրա դեմքը, մեղմացրեց նրա պաշտպանողական կեցվածքը։ Կարծես մի ակնթարթում նա տեսել էր վախեցած դատավորի հանրային կերպարից այն կողմ գտել ինչ-որ բան, որը զվարճացնում էր նրան։ Ինչ եղավ, հարցրեց նա, հետաքրքրված։ Ոչինչ, պատասխանեց Լետիցիան։ Պարզապես հասկացա, որ տարիներից ի վեր առաջին անգամ եմ ճարտարապետության մասին այդքան ինտենսիվ քննարկում։ Դա թարմացնող է։ Անսպասելի մեկնաբանությունը զինաթափեց Էդուարդին։ Մարդը, ով երբեք չէր զարմանում իր սեփական դատարանում, ով պահպանում էր հուզական անթափանցելիության հանրային կերպարը, զգաց, որ ինչ-որ բան զիջում է իր ներսում։ Այժմ նրան գրավում էր ոչ միայն Լետիցիայի զուսպ գեղեցկությունը, այլ այն, թե ինչպես էր նա անվախ մարտահրավեր նետում նրան, ինչպես էր նրա հայացքը բացահայտում մի խելք, որը չէր վախենում նրա համբավից։ Կպարեք, հարցրեց նա, գրեթե իմպուլսիվորեն, երբ նվագախումբը սկսեց վալս նվագել։ Լետիցիան վարանեց, զարմացած հրավերից իր սեփական ցանկությունից, ընդունելու։ Ես այդքան էլ լավ չեմ դրանում, խոստովանեց նա։ Ես էլ, խոստովանեց Էդուարդը, առաջարկելով իր თ. Բայց ես լավ ռիթմի հավասարակշռության զգացում ունեմ։ Դրանք իմ աշխատանքի պահանջներն են։ Հետագա պարը ավելի քիչ խորեոգրաֆիա էր, ավելի շատ կամքերի լուռ մարդ։ Նրանց մարմինները շարժվում էին կատարյալ համաժամանակության մեջ, չնայած նրանց միջ եղած լարվածությանը։ Էդուարդը նրան առաջնորդում էր ամրությամբ, ճշգրտությամբ, մինչդեռ Լետիցիան հետում էր առանց ենթարկվելու, պահպանելով մի հեռավորություն, որը միաժամանակ սեփական էր սադրիչ։ Դուք այն չեք, ինչ ես սպասում էի, պարոն Թավրիզյան, ասաց նա, երբ նրանք պտտվում էին այլ զույգերի միջ։ Իսկ ինչ էիք սպասում։ Մեկին ավելի անզիջում։ Ավելի սառը։ Միգուցե ես հենց այդպիսին եմ, պատասխանեց նա, ձայնը ավելի ցածր։ Դատարանում։ Իսկ դրանից դուրս։ Հարցը կախված մնաց օդում, լի ենթադրություններով։ Էդուարդը բառերով չպատասխանեց, բայց նրա մատները թեթակի սեղմեցին Լետիցիայի մեջքը, նրան մի փոքր ավելի մոտեցնելով։ Շարժումը գրեթե աննկատ էր դիտողների համար, բայց նրանց համար դա լուռ խոստովանություն էր։ Երաժշտությունը ավարտվեց, բայց նրանք ավելորդ մեկ վայրկյան ավելի մոտ մնացին։ Առաջինը Լետիցիան հեռացավ, վերականգնելով իր հանգստությունը։ Օդի կարիք ունեմ, մրմնջաց նա, հանկարծակի խեղդված։ Զգալով պահի ինտենսիվությունից։ Էդուարդը գլխով արեց, հասկանալով չասվածը։ Այս ժամին տերասը դատարկ է։ Նրանք զուսպ կերպով դուրս եկան սրահից, անցնելով հայ ժամանակակից արվեստով զարդարված միջանցքներով, մինչ հասան լայն տերասին, որն առաջարկում էր Հրազդան գետի լուսնի լույսով լուսավորված գեղեցիկ տեսարանը։ Ծովային զով քամին որոշակի թեթություն բերեց այն ջերմությանը, որը երկուսն էլ զգում էին ոչ միայն պարահանդեսի միջավայրից, այլ միմյանց մոտիկությունից։ Ավելի լավ է, հարցրեց Էդուարդը, դիտելով, թե ինչպես էր լուսնի լույսը փոխում Լետիցիայի դեմքը, մեղմացնելով նրա վճռական դիմագծերը։ Նա գլխով արեց, հենվելով ճաղաշարին։ Չեք սովորաբար հաճախում այսպիսի սոցիալական միջոցառումների, կարծում եմ։ Ոչ ըստ ընտրության, խոստովանեց նա։
Ես գալիս եմ միայն այն ժամանակ, երբ բացակայությունը կնկատվեր կամ կմեկնաբանվեր որպես ամբարտավանություն։ Հանրային կերպար մեկնաբանեց Լետիցիան։ Ես լավ գիտեմ այդ խաղը։ Դա ինձ համար ավելին է, քան խաղը, ասաց Էդուարդը, ձայնը հանկարծակի լուրջ դառնալով։ Դա պատասխանատվություն է։ Մարդիկ վստահում են այն համակարգին, որը ես ներկայացնում եմ։ Եվ դա արդարացնում է մեկուսացումը, մշտական խստությունը։ Հարցը հարվածեց նրան խոցելի կետին։ Էդուարդին հազվադեպ էին հարցնում իր անձնական ընտրությունների մասին, այն գնի մասին, որը նա վճարում էր իր զբաղեցրած դիրքի համար։ Դեմքով դեպի նա շրջվելով, նա մի պահ ուսումնասիրեց նրա դեմքը, նախքան պատասխանելը։ Կան ընտրություններ, որոնք մենք կատարում ենք, հետանքներ, որոնք ընդունում ենք, ասաց նա վերջապես։ Որոշ դիրքեր թույլ չեն տալիս միջին դիրք։ Դա միայնակ է հնչում, նկատեց Լետիցիան, այնպիսի նրբությամբ, որը զարմացրեց նրան։ Իսկ դուք, հարցրեց նա, շեղելով ուշադրությունը։ Տաղանդավոր ճարտարապետ, ակնհայտորեն անհարմար սոցիալական միջոցառումներում, առանց մատանու։ Ձեր ընտրությունները ձեզ չեն մեկուսացրել։ Լետիցիան զգաց ճշգրիտ հարվածը։ Կարծես նա կարդացել էր իր կյանքի էջերը միայն մեկ հայացքով։ Ճիշտ է, պատասխանեց նա դառը ժպիտով։ Կարծես երկուսս էլ զոհաբերել ենք որոշ բաներ մեր սկզբունքների համար։ Զրույցն այնուհետ հոսեց դեպի ավելի քիչ անձնական թեմաներ, գրականություն, դասական երաժշտություն, Երանի քաղաքաշինական խնդիրները, բայց ինչ-որ բան փոխվել էր։ Քաղաքավարի արտահայտությունների փոխանակված կարծիքների միջ աճում էր մի կապ, որը նրանցից ոչ ոք նախկինում չէր զգացել։ Մի փոխադարձ ըմբռնում, որը գերազանցում էր բառերը։ Նրանք կորցրել էին ժամանակի զգացումը։ Երեկույթը հեռու էր շարունակվում, երաժշտության զրույցների ձայնը խուլ կերպով հասնում էր տերասին։ Աշխարհը կարծես նվազել էր մինչ այդ տարածքը, այդ պահը, այդ երկու մարդուն, ովքեր զարմանքով դիմադրությամբ հայտնաբերում էին, թե որքան նման էին իրենց տարբերություններով։ Էդուարդն էր, ով նայեց ժամացույցին, կնճռոտելով հոնքերը։ Ուշ է։ Պետք է վերադառնամ, համաձայնեց Լետիցիան, առանց շարժվելու։ Ես էլ։ Նրանցից ոչ ոք չշարժվեց։ Նրանց միջ օդը կարծես լիցքավորված էր էլեկտրականությամբ, լի չարտահայտված հնարավորություններով։ Սա սխալ է, մրմնջաց Էդուարդը, մեկ քայլ անելով նրա կողմը։ Հավանաբար, համաձայնեց Լետիցիան, նույնպես մոտենալով։ Երբ նրանց շրթունքները հանդիպեցին, սկզբնական քնքշություն չկար, ոչ էլ վարանում։ Դա շտապ, գրեթե հուսահատ համբույր էր, կարծես երկուսն էլ չափազանց երկար էին սպասել մի բանի, որը նույնիսկ չգիտեին, որ ցանկանում էին։ Նրա ձեռքերը գտան նրա իրանը, մինչդեռ նա գրկեց նրա պարանոցը, մարմինները մոտեցնելով։ Մի կարիքով, որը մարտահրավեր էր նետում բանականությանը։ Սրահի խուլ ձայնի իրենց սրտերի արագ բաբախյունի մեջ նրանք տրվեցին իմպուլսներին, որոնք երկար ժամանակ ճնշել էին։ Էդուարդը նրան սեղմեց պատին, նրա ձեռքերը մարմնի կորությունները հետազոտում էին մի շտապողականությամբ, որը հակասում էր նրա սովորական զսպվածությանը։ Լետիցիան նրան ավելի մոտ քաշեց, նրա մատները խառնեցին նրա միշտ կատարյալ մազերը, քանդելով փողկապի հանգույցը մի համարձակությամբ, որը նա երբեք չէր պատկերացրել, որ կունենա։ Իմ սենյակը, շշնջաց նա նրա պարանոցին։ Վերջին հարկում։ Լուր հարցին պատասխանվեց էլ ավելի ինտենսիվ համբույրով։ Առանց այլ բառերի, նրանք հեռացան տերասից, անցնելով երկրորդական միջանցքներով, տեսանելի չլինելու համար։ Անձնական վերելակը կարծես անտանելի դանդաղ էր շարժվում, հարկադրված մոտիկության յուրաքանչյուր վայրկյանը մեծացնում էր նրանց միջ լարվածությունը։ Նրանց արագացած շնչառությունը, չշեղվող հայացքները, նվազագույն հեռավորությունը, որը նրանք պահպանում էին միայն այն վայրի գիտակցությամբ, որտեղ գտնվում էին։ Երբ դուռը վերջապես բացվեց անմիջապես նախագահական լյուքը սենյակում, այլևս զսպվածություն չկար։ Հագուստները շպրտվեցին դեպի անկողին ճանապարհին, ձեռքերը հետազոտում էին նոր բացված մաշկը, շրթունքները նշում էին երբեք չպահանջված տարածքները։ Սենյակի մասնակի մթությունը, որը լուսավորվում էր միայն համայնապատկերային պատուհաններից ներթափանցող լուսնի լույսով, նրանց տալիս էր այն ազատությունը, որը լիարժեք տեսանելիությունը գուցե կմերժեր։ Էդուարդը նրան դրեց անկողնում մի հարգանքով, որը հակասում էր նրա նախորդ շարժումների շտապողականությանը։ Մի ակնթարթ նա դիտեց նրան, կարծես ցանկանում էր անգիր անել յուրաքանչյուր կորություն, յուրաքանչյուր ստվեր, յուրաքանչյուր արտահայտություն։
Լետիցիան իրեն բացահայտված զգալով ոչ միայն ֆիզիկապես, այլ հուզականորեն նրան քաշեց իր մոտ, այլս չկարողանալով տանել այդ հայացքի ծանրությունը։ Այն, ինչ հաջորդեց, փոխադարձ հայտնագործություններ, մարմինների սահմանների, ճնշված ցանկությունների թաքնված խոցելիությունների հետազոտություն։ Տարիներից ի վեր առաջին անգամ նա իրեն զգաց պարզապես տղամարդ, ոչ թե դատավոր։ Եվ նա, ծնողներին կորցնելուց հետո առաջին անգամ դադարեց ամեն ինչ վերահսկելուց։ Հանձնվելով, նրանք գտան անսպասելի ազատություն։ Հետո, կողք կողքի պառկած, հի զարմանալիորեն գոհ, նրանց միջ լռությունը ոչ թե անհարմար էր, այլ խորհրդածական։ Էդուարդը նրա մեջքի մաշկի վրա անտեսանելի նախշեր էր գծում, մինչդեռ Լետիցիան դիտում էր նրա պրոֆիլը քաղաքի հեռավոր փայլի դեմ, որը երբեք չէր քնում։ Ինչ եք մտածում, հարցրեց նա, ձայնը ավելի մեղմ, քան Լետիցիան երբեք լսել էր։ Այն մասին, թե ինչպես է իրականությունը երբեմն մարտահրավեր նետում բոլոր սպասելիքներին, պատասխանեց Լետիցիան հենվելով նրա կրծքին։ Երբեք չէի պատկերացրել այս սցենարը։ Էդուարդը ցածր ծիծաղեց, ձայնը արձագանքեց նրա ականջին։ Ես էլ։ Այս գիշերվա իմ պլաններում հաստատ չէր։ Դուք պլաններ ունեք ամեն գիշերվա համար։ Դրանց մեծ մասի համար։ Կարգը կանխատեսելիությունը խարիսխներ են։ Լետիցիան բարձրացավ, հենվելով արմունկին նրան նայելու։ Իսկ ինչ է լինում, երբ խարիսխները բարձրացվում են։ Սա, պատասխանեց նա, քնքշորեն շոյելով նրա դեմքը մի նրբությամբ, որը զարմացրեց նրան։ Շեղում։ Քաոս։ Ազատություն։ Նրանք ժամերով զրուցեցին, բացահայտելով միմյանց մասին մանրամասներ, որոնք երբեք չէին պատկերացրել, որ կկիսեն որևէ մեկի հետ։ Նա խոսեց կյանքերը դատելու մշտական ճնշման մասին, այն մեկուսացման մասին, որը ինքն իրեն էր պարտադրել ամբողջականությունը պահպանելու համար։ Նա պատմեց ծնողների վաղաժամ մահվան մասին, այն մասին, թե ինչպես էր ճարտարապետությունը դարձել իր ապաստանը իր բանտը, ձախողված հարաբերությունների մասին, քանի որ երբեք չէր կարողացել հրաժարվել վերահսկողությունից։ Նրանք քնեցին գրկախառնված, հաղթահարված ֆիզիկական հոգնածությունից խախտված արգելքների հուզական հյուծվածությունից։ Երբ առավոտը եկավ, իր անողոք լույսով բերելով իրականությունը, Լետիցիան շշմած արթնացավ, տագնապով նայելով ժամացույցին։ Աստված իմ, ուշանում եմ, մրմնջաց նա, թռիչքով վեր կենալով սենյակում ցրված իր հագուստները փնտրելով։ 1 ժամից էլ քիչ ժամանակ ունեմ Երանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության հետ հանդիպում։ Էդուարդը դիտում էր նրան, շտապ հագնվելիս, մի արտահայտությամբ, որը խառնում էր հիացմունքը մելամաղձությանը մոտ ինչ-որ բան։ Նա չփորձեց կանգնեցնել նրան, ոչ էլ դատարկ խոստումներ տվեց հաջորդ հանդիպման մասին։ Երկուսն էլ չափազանց մեծահասակ էին, ծածնելու, թե դրսի աշխարհը գոյություն չունի, թե իրենց կյանքերը պարտականությունները չէին սպասում նրանց այդ դռներից այն կողմ։ Կարող եմ ձեր համարը խնդրել, հարցրեց նա, երբ նա արդեն գրեթե պատրաստ էր։ Լետիցիան մի պահ վարանեց, հետո գլխով արեց, թելադրելով թվերը, մինչ նա դրանք գրանցում էր իր բջջային հեռախոսում։ Նա մոտեցավ անկողնում վերջին համբույրի համար, որը սկսվեց կարճ գրեթե պաշտոնական, բայց խորացավ, երբ Էդուարդը նրան հետ քաշեց իր մոտ։ Պետք է գնամ, շշնջաց նա նրա շրթունքներին, դժկամորեն հեռանալով։ Գիտեմ։ Նա շտապ դուրս եկավ, թողնելով ոչ միայն մետաքսե սավաններով փաթաթված խորհրդածական լռության մեջ ընկղմված տղամարդու, այլ իր մի մասը, որը նա կարծում էր, որ վաղուց կորցրել է։ Հաջորդ օրերին Լետիցիան փորձեց վերադառնալ իր առօրյային, ընկղմվելով իր վերահսկվող նախագծերի համակարգվող հանդիպումների մեջ։ Բայց նրա բջջային հեռախոսը կարծես ծանր էր գրպանում, նրա մտքերը համառորեն վերադառնում էին Մարիոթ հյուրանոցում անցկացրած այդ գիշերին, անսպասելի կապի այդ պահերին։ Էդուարդի առաջին հաղորդագրությունը եկավ 3 օր անց։ Պաշտոնական, գրեթե հեռավոր։ Հուսով եմ, որ ձեր հանդիպումը արդյունավետ էր։ Էդուարդ Թավրիզյան։ Լետիցիան պատասխանեց ժամեր 10 մտորումներից հետո, նույնքան զուսպ։ Հաջող էր, շնորհակալություն։ Լետիցիա Մենդոնցյան։ Աստիճանաբար հաղորդագրությունները դարձան ավելի հաճախակի պակաս պաշտոնական։ Մեկնաբանություններ օրվա մասին, դիտարկումներ վայրերի կամ իրավիճակների մասին, որոնք հիշեցնում էին միմյանց, փոքր խոստովանություններ այն մասին, թե ինչպես էր կիսված գիշերը վառ մնում հիշողության մեջ։ Նա, ով երբեք չէր ժպտում հեռախոսին, այժմ ավելի ու ավելի հաճախ էր դա անում։ Նա, ով սովոր էր հուզական հեռավորությանը, անհամբեր սպասում էր յուրաքանչյուր պատասխանին։
Պարահանդեսից մեկ ամիս անց նրանք նորից հանդիպեցին, այս անգամ Կոնդի փոքրիկ ռեստորանում, հեռու ծանոթ հայացքներից։ Սկզբնական լարվածությունը արագորեն տեղը զիջեց զարմանալի ծանոթությանը, կարծես նրանք ճանաչում էին միմյանց տարիներ, ոչ թե շաբաթներ շարունակ։ Նրանք խոսեցին ամեն ինչի ոչնչի մասին, ծիծաղեցին այն բաների վրա, որոնք միայն իրենք էին հասկանում, փոխանակեցին հայացքներ, լի հետագա խոստումներով։ Այդ գիշերվանից սկսվեց մի զուսպ առօրյա։ Հանդիպումներ հեռավոր վայրերում, նրա բնակարանում, Էրեբունի ամրոցի տեսարանով, կամ նրա մինիմալիստական լոֆթում, կենտրոնում։ Նրանք երբեք չէին խոսում ապագայի, սահմանումների կամ սպասելիքների մասին։ Նրանք ապրում էին յուրաքանչյուր պահը, կարծես այն եզակի լիներ, առանց որևէ պլանի, բացի հաջորդ հանդիպումից։ Բայց ճակատագիրը, միշտ հեգնական, սկսեց այլ սյուժե հյուսել։ Հոկտեմբերյան մի առավոտ Լետիցիան նկատեց հսկողության նուրբ նշաններ։ Չափազանց երկար կայանված մեքենա իր գրասենյակի մոտ, զանգեր, որոնք անջատվում էին հենց որ նա պատասխանում էր, այն զգացումը, որ իրեն դիտում են, երբ նա դուրս էր գալիս ճաշելու։ Սկզբում նա դա վերագրեց պարանոյային, բնական վախին, որ իր գաղտնի հարաբերությունները Էդուարդի հետ կբացահայտվեն։ Մինչ որ անձրոտ չորեքշաբթի օրը դատական պաշտոնյան մտավ իր գրասենյակ, կնքված ծրարով։ Կանչագիր, նրան լսելու էին որպես առանցքային վկա կոռուպցիոն գործում, որը ներգրավում էր Մենդոնցյան Ալբուկերկյան շինարարական ընկերությունը, որտեղ նա աշխատել էր 5 տարի, մինչ իր սեփական ճարտարապետական ստուդիա բացելը։ Լուրն ինքնին արդեն անհանգստացնող կլիներ։ Շինարարական ընկերությունը պատկանում էր իր հորը վաճառվել էր նրա մահից հետո, կոռուպցիայի հետ ցանկացած կապ կպղծեր ոչ միայն իր համբավը, այլ նրա հիշատակը։ Բայց իսկական հարվածը եկավ, երբ նա կարդաց գործով պատասխանատու դատավորի անունը՝ Էդուարդ Թավրիզյան։ Գետինը ոտքերի տակից անհետացավ։ Հայտնությունը կրկնակի հարված էր, իրավական հուզական։ Նրանց միջ ներգրավվածության մասին ցանկացած լուր կարող էր ոչնչացնել նրանց համբավը, անվավեր ճանաչել գործընթացը, դրանց դարձնել հանրային թիրախ։ Շահերի բախումն ակնհայտ էր, հետանքները՝ պոտենցիալ ավերիչ։ Էդուարդին գործի ամբողջականությունը պաշտպանելու համար Լետիցիան կայացրեց արմատական որոշում. անհետանալ նրա կյանքից։ Առանց բացատրությունների, առանց պատշաճ հրաժեշտների։ Նա ուղարկեց մեկ հաղորդագրություն՝ սառը հեռավոր։ Ինձ տարածք է պետք։ Խնդրում եմ, այլս ինձ մի փնտրեք։ Այդ բառերը մուտքագրելիս նրա զգացած ցավը ֆիզիկական էր, կարծես ինչ-որ բան կոտրվեր նրա ներսում։ Բայց այլընտրանքը ավելի վատ էր թվում։ Էդուարդին մեղադրել անաչառության մեջ, կորցնել 2 տասնամյակի ընթացքում կառուցված վստահությունը, ունենալ իր կարիերան ոչնչացված մի ներգրավվածության պատճառով, որը ոչ ոք չէր հասկանա։ Գործը չափազանց մեծ էր, ներգրավում էր Երանի քաղաքական գործարար ասպարեզի հզոր գործիչներ։ Ուշադրության կենտրոնում կլինեին բոլոր ներգրավվածները։ Էդուարդը փորձեց կապ հաստատել։ Զանգեր, որոնց նա չպատասխանեց, հաղորդագրություններ, որոնք նա կարդում էր սրտի կծկումով, բայց չէր պատասխանում։ Մի գիշեր նա հայտնվեց նրա շենքում, բայց նա հրահանգեց դռնապանին ասել, որ ինքը ճանապարհորդության մեջ է։ Նա տեսավ նրան անվտանգության տեսախցիկով, կանգնած մայթին, անձրի տակ, նայելով իր պատուհանին մի արտահայտությամբ, որը երբեք չէր մոռանա։ Շաբաթներ տած անհաջող փորձերից հետո Էդուարդը վերջապես հարգեց նրա լռությունը։ Որպես կարգապահ դատավոր, նա շփոթությունը ցավը ուղղեց դեպի աշխատանքը։ Նա դարձավ էլ ավելի խիստ, ավելի մեկուսացված, ավելի վախեցած։ Նրա անողոք դատավճիռների համբավը աճեց, սնուցված դատավճիռներով, որոնք բողոքարկման տեղ չէին թողնում։ Նա քարացավ։ Նա նորից դարձավ այն մարդը, ինչ նախկինում էր, սառը, անհասանելի, միայնակ։ Լետիցիան, իր հերթին, ընկղմվեց ցուցմունքի նախապատրաստման մեջ։ Նա վերանայեց բոլոր նախագծերը, որոնցում ներգրավված էր շինարարական ընկերությունում, վերլուծեց փաստաթղթերը, հիշեց հանդիպումները։ Ընկերությունը վաճառվել էր իր հոր մահից հետո մի խմբի, որը ղեկավարում էր Հենրիկ Ալբուկերկյանը, ընտանիքի 5 գործընկերը Լետիցիայի կնքահայրը։ Նա մնացել էր հավատարմության պատճառով, հեռանալով միայն այն ժամանակ, երբ նկատեց կորպորատիվ մշակույթի փոփոխություններ, որոնք հակասում էին այն սկզբունքներին, որոնք իր հայրը միշտ պաշտպանել էր։ Որքան շատ էր ուսումնասիրում գործը, այնքան ավելի էր անհանգստանում։ Մեղադրանքները ներառում էին պետական պայմանագրերում գերաժորումներ կաշառքներ այն ժամանակահատվածում, երբ նա դեռ այնտեղ էր աշխատում։ Որպես գլխավոր ճարտարապետ, նրա անունը նշված էր մի քանի նախագծերում, թե նրան ուղղակիորեն ոչնչում չէին մեղադրում։
Այնուամենայնիվ, անհնար էր թվում, որ նման սխեմաներ տեղի ունենային, առանց նրա կողմից ինչ-որ բան նկատելու։ Լարվածությունն աճեց, երբ նա սկսեց անանուն էլեկտրոնային նամակներ ստանալ։ Կոդավորված հաղորդագրություններ, որոնք կարծես նախազգուշացնում էին նրան, բայց առանց բավարար պարզության։ Ամեն ինչ այն չէ, ինչ թվում է։ Զգույշ եղեք, ում եք վստահում։ Որոշ ճարտարապետներ բանտեր են կառուցում, ոչ թե շենքեր։ Նրա պարանոյան աճեց։ Նա փոխեց բջջային հեռախոսը, ընկերություն վարձեց, ստուգելու, թե արդյոք իր բնակարանը գաղտնալսված է, սկսեց փոխել ամենօրյա երթուղիները։ Նա վատ էր քնում, ցանկացած գիշերային աղմուկից սարսափելով։ Անկնության այդ պահերից մեկում, վերանայելով գործի փաստաթղթերը, նա տարօրինակ բան նկատեց։ Որոշ ամսաթվեր չէին համընկնում։ Նախագծեր, որոնք ենթադրաբար հավանության էին արժանացել նրա կողմից այն օրերին, երբ նա ապացուցված կերպով երկրից դուրս էր, Գերմանիայում ճարտարապետական կոնգրեսում։ Նա սկսեց կասկածել ապացույցներին։ Ամեն ինչ չափազանց կատարյալ էր թվում, կարծես ինչ-որ մեկը ձավորել էր պատմությունը, նրան մեղադրելու համար։ Ոչ ուղղակիորեն, բայց բավարար նրա համբավը պղծելու, հնարավոր է այլ մարդկանց հարվածելու համար։ Արդյոք նա պարզապես միջոց էր այլ նպատակի համար։ Օգնության կարիք ունենալով, բայց վախենալով սխալ մարդկանց վստահելուց, Լետիցիան դիմեց սովորական շրջապատից դուրս մեկին, Մարսել Ռիբեյրոյին, մի հետաքննող լրագրողի, ով իր հոր մտերիմ ընկերն էր։ Տարիներ առաջ նա փորձել էր նախազգուշացնել նրան շինարարական ընկերությունում կասկածելի փոփոխությունների մասին, հայրապետի մահից հետո, բայց նա դեռ սկի մեջ, նրա նախազգուշացումները մեկնաբանել էր որպես մահացած ընկերոջ հիշատակը պղծելու փորձ։ Հանդիպումը տեղի ունեցավ քաղաքի կենտրոնի բանուկ սրճարանում։ Մարսելը, այժմ 60 տարեկան, ամբողջովին սպիտակ մազերով նույն սրամիտ հայացքով, ինչ միշտ ուշադիր լսեց, մինչ նա ներկայացնում էր իր կասկածները։ Դուք ճիշտ էիք ի սկզբանե, խոստովանեց Լետիցիան, խուսափելով նրա աչքերից։ Հորս մահից հետո ընկերությունում ինչ-որ բան այն չէր։ Հենրիկը միշտ հավակնոտ էր, պատասխանեց Մարսելը, առանց գոհունակության իր դատողության հաստատման համար։ Բայց երբեք չէի կարծում, որ նա կհասներ այս կետին։ Ձեզ որպես քավության նոխազ օգտագործելը ցածր է, նույնիսկ նրա համար։ Կարծում եք, դա է տեղի ունենում, որ ինձ օգտագործում են։ Մարսելը առաջ թեքվեց, ցածրացնելով ձայնը։ Ես այս գործին հետում եմ ամիսներ շարունակ։ Կան լուրեր, որ իսկական թիրախը շինարարական ընկերությունը չէ, այլ դատավորը։ Դատավորը։ Լետիցիան զգաց, որ սիրտը արագանում է, բայց պահպանեց չեզոք արտահայտությունը։ Էդուարդ Թավրիզյանը։ Հենց այդպես։ Թավրիզյանը շատ հզոր մարդկանց կողքի փուշ է եղել։ Վերջին 2 տարում նա բանտ է ուղարկել 3 մարզային պատգամավորի, 1 սենատորի 10-ից ավելի ազդեցիկ գործարարի։ Բոլորը կոռուպցիայի համար։ Եվ կարծում եք, նա անձնական վրեժխնդրություն ունի։ Ավելին, քան դա։ Կան մարդիկ, ովքեր ասում են, որ նա ավելի մեծ գործ է կառուցում, որը կարող է հասնել կառավարության էլ ավելի բարձր էշելոնների։ Այս գործը, որը ներգրավում է Մենդոնցյան Ալբուկերկյանը։ Շինարարական ընկերությունը կարող է լինել սառցաբեկորի միայն գագաթը։ Բայց ինչպես եմ ես տեղավորվում դրանում։ Ինչու ինձ ներգրավել։ Մարսելը մի պահ ուսումնասիրեց նրան, կարծես գնահատելով, թե որքան նա իրականում գիտեր։ Միգուցե դա պարզապես զուգադիպություն է։ Կամ միգուցե… Նա թողեց նախադասությունը օդում։ Միգուցե ինչ։ Միգուցե ինչ-որ մեկը գիտի մի բան, որը մենք չգիտենք։ Զրույցը Լետիցիային էլ ավելի անհանգստացրեց։ Տանը, փորձելով մտքերը կարգի բերել, նա անհայտ համարից զանգ ստացավ։ Նա վարանեց, բայց պատասխանեց։ Օրիորդ Մենդոնցյան։ Մյուս կողմից տղամարդու ձայնը խորն էր, պաշտոնական։ Սա Դանիել Վասկոնսելոսն է, դատական ոստիկանությունից։ Մենք պետք է խոսենք ձեր անվտանգության մասին։ Հանդիպումը նշանակվեց հաջորդ առավոտ, քաղաքի կենտրոնում գտնվող ոստիկանական բաժանմունքում։ Դանիելը, միջին տարիքի տղամարդ հոգնած աչքերով զինվորական կեցվածքով, բացատրեց, որ նրան վերահսկում են, որպես առանցքային վկաների պաշտպանության ծրագրի մաս։ Մենք կասկածում ենք, որ շինարարական ընկերության հետ կապված գործը ծխացածկույթ է, բացատրեց նա։ Իսկական նպատակը կարող է լինել պարոն Թավրիզյանին վարկաբեկելը, ով կարոր գործընկեր է եղել ավելի մեծ հետաքննություններում։ Ինչպես է վարկաբեկել։
Ստիպել նրան ինքնաբացարկ հայտնել գործից կամ ավելի վատ իրավիճակ ստեղծել, որը կառաջարկի անաչառություն կամ կոռուպցիա։ Թավրիզյանը հայտնի է իր անսասան ազնվությամբ։ Եթե կարողանան նրան տապալել, շատ գործընթացներ կարող են փլուզվել։ Եվ ես ինչ եմ այս ամենում։ Խայծ։ Դանիելը ուղղակիորեն չպատասխանեց։ Ինչ կարող ենք ասել, այն է, որ ձեր անվտանգությունը առաջնահերթ է։ Այսուհետ դուք կունենաք զուսպ պաշտպանություն օրը 24 ժամ։ Դա չի պատասխանում իմ հարցին։ Ոստիկանը հոգոց հանեց։ Օրիորդ Մենդոնցյան, որքան քիչ իմանաք, այնքան ավելի ապահով կլինեք։ Ես կարող եմ միայն ասել, որ մենք վստահում ենք ձեր ազնվությանը, ինչպես նա պարոն Թավրիզյանի ազնվությանը։ Հաջորդ օրերին Լետիցիան սկսեց նկատել քաղաքացիական հագուստով գործակալների մշտական ներկայությունը իր առօրյայում։ Մի տղամարդ, թերթ կարդալիս այն սրճարանում, որտեղ նա նախաճաշում էր, մի կին, ով կարծես գնումներ էր կատարում նույն խանութում, մի լրացուցիչ անվտանգության աշխատակից իր գրասենյակի շենքում։ Մարսելը, իր հաշվին, սկսեց հետաքննել։ Որպես տասնամյակների փորձ ունեցող հարգված լրագրող, նա ուներ աղբյուրներ կառավարության դատական համակարգի բոլոր մակարդակներում։ Աստիճանաբար նա կիսվում էր հայտնագործություններով Լետիցիայի հետ։ Ձեր դեմ ուղված փաստաթղթերը կեղծվել էին, հաստատեց նա, ցույց տալով էլեկտրոնային նամակների պատճեններ, փոփոխված մետատվյալներով։ Շինարարական ընկերության ներսից մեկը շահարկել էր գրառումները, առաջարկելու ձեր ուղղակի ներգրավվածությունը գերաժորված նախագծերի հաստատումներում։ Բայց ինչո՞ւ։ Ինչ շահ կունենային ինձ ներգրավելով։ Ես դեռ կապում եմ կետերը, բայց մի տեսություն այն է, որ նրանք գիտեին, որ Թավրիզյանը կնշանակվի գործի համար։ Միգուցե նրանք ցանկանում էին տեսնել, թե ինչպես նա կարձագանքի, ստիպված լինելով դատել մեկին, ովը։ Մեկին, ով ինչ, ընդհատեց Լետիցիան, լարված։ Մարսելը հետաքրքրությամբ նայեց նրան։ Մեկին, ով հրապարակայնորեն մարտահրավեր էր նետել նրա իշխանությանը։ Դատարանի նախագծի շուրջ ձեր բախումը այդ ժամանակ բավականին քննարկվում էր։ Լետիցիան մի փոքր թուլացավ, հասկանալով, որ Մարսելը չգիտեր Էդուարդի հետ իր անձնական ներգրավվածության մասին։ Դա 3 տարի առաջ էր։ Դժվար թե հիմա արդիական լիներ։ Վարքագծի օրինաչափութ։ Յուններ փնտրող մարդկանց համար դա կարող էր լինել, փաստարկեց լրագրողը։ Կամ միգուցե դուք պարզապես կողմնակի վնաս եք։ Կարևորն այն է, որ մենք ապացույցներ ենք հավաքում շահարկման մասին։ Քանի որ լսումների ամսաթիվը մոտենում էր, ճնշումն աճում էր։ Լետիցիան գիշերվա կեսին անանուն զանգ ստացավ։ Հրաժարվիր գործից։ Խոստովանիր ներգրավվածություն կամ քեզ մոտ մարդիկ կտուժեն։ Նա սպառնալիքի մասին հայտնեց Դանիելին, ով ուժեղացրեց իր շուրջը անվտանգությունը։ Բայց վախն աճում էր ոչ միայն իր, այլ Էդուարդի համար։ Եթե ինչ-որ մեկը հայտնաբերեր նրանց հարաբերությունները, հետանքները աղետալի կլինեին։ Անձրոտ կեսօրին, լսումներից 2 շաբաթ առաջ, Լետիցիան իր գրասենյակում էր, երբ անսպասելի այց ստացավ։ Հենրիկ Ալբուկերկյանը, իր կնքահայրը շինարարական ընկերության ներկայիս սեփականատերը։ 65 տարեկան Հենրիկը պահպանում էր այն էլեգանտությունն ու հմայքը, որոնք միշտ բնորոշել էին նրան։ Կատարյալ սանրված մոխրագույն մազեր, անթերի կոստյում, ժպիտ, որը ավտոմատ վստահություն էր ներշնչում։ Լետիցիա սիրելիս, նա գրկեց նրան, կարծես նրանց միջ լարվածություն չկար, կարծես նա ներգրավված չէր մի գործում, որը կարող էր ոչնչացնել իր ընկերությունը։ Որքան ժամանակ։ Հենրիկ, պատասխանեց նա պաշտոնապես, ցույց տալով, որ նա նստի։ Ինչի։ Պարտական այս այցին։ Մտահոգություն։ Մաքուր հայրական մտահոգություն, ասաց նա, տեղավորվելով իր սեղանի դիմացի աթոռին։ Այս գործընթացը անհեթեթ չափեր է ստանում։ Ես ուզում էի համոզվել, որ դուք լավ եք։ Լետիցիան ուսումնասիրեց նրան, փնտրելով կեղծիքի նշաններ այն դեմքի վրա, որին ճանաչում էր մանկուց։ Մարդը, ով բռնել էր իր ձեռքը իր ծնողների հուղարկավորության ժամանակ, ով խոստացել էր հոգ տանել իր մասին որպես դուստր, ով ֆինանսավորել էր իր ճարտարապետական ուսումը։ Հնարավոր էր, որ այս նույն մարդը այժմ նրան օգտագործեր որպես խաղաքար ավելի մեծ խաղում։ Ես զբաղվում եմ իրավիճակով, զգուշորեն պատասխանեց նա։ Դժվար է տեսնել իմ հոր ընկերության անունը կոռուպցիոն սկանդալներում ներգրավված։ Ձեր հայրը կկործանվեր, համաձայնեց Հենրիկը, ակնհայտ անկեղծությամբ։ Կարլոսը միշտ եղել է անսասան սկզբունքների մարդ։ Ինչպես դուք։
Ինչ եք կոնկրետ ուզում, Հենրիկ։ Նա ժպտաց, ճանաչելով նրա բնորոշ ուղղամտությունը։ Օգնել։ Առաջարկել մի ելք, որը կպաշտպանի բոլորին։ Ինչ տեսակի ելք։ Մի պարզ հայտարարություն։ Հաստատելով, որ դուք հավանության եք արժանացրել որոշ նախագծեր, առանց ծախսերի բոլոր մանրամասները ստուգելու։ Վարչական սխալ, ոչինչ հանցավոր։ Փոխարենը, մենք կհանենք ձեր անունը ցանկացած ապագա գործընթացից կերաշխավորենք, որ ձեր համբավը անձեռնմխելի մնա։ Լետիցիան զգաց, որ արյունը սառեց։ Դուք ինձ խնդրում եք ստել։ Ես խնդրում եմ, որ գործնական լինեք, ուղղեց նա, ձայնը դեռ բարյացակամ։ Այս գործը անհարկի անուններ կքաշի ցեխի մեջ։ Ներառյալ ձեր անունը։ Իսկ դատավորը։ Ինչ կլինի նրա հետ, եթե ես անեմ այդ պարզ հայտարարությունը։ Ինչ-որ բան նրբորեն փոխվեց Հենրիկի հայացքի մեջ։ Հետաքրքրության մի փայլ, կարծես նա հաստատել էր մի կասկած։ Դատավոր Թավրիզյանը։ Ինչ կապ ունի նա ձեր որոշման հետ։ Լետիցիան հասկացավ սխալը։ Նա ավելին էր բացահայտել, քան մտադիր էր։ Նա հայտնի է իր ազնվությամբ։ Նա չէր ընդունի կեղծված ցուցմունք։ Ահ, այո։ Անկաշար Էդուարդ Թավրիզյանը, ասաց Հենրիկը, թեթ հեգնանքով։ Բայց ամեն մարդ իր գինն ունի, Լետիցիա։ Կամ թույլ կողմ։ Ինչ է դա նշանակում։ Հենրիկը վեր կացավ, մանրակրկիտ ուղղելով իր կոստյումը։ Նշանակում է, որ հուսով եմ դուք կքննարկեք իմ առաջարկը։ Ձեր իսկ բարօրության համար։ Նա քայլեց դեպի դուռը, բայց նախքան դուրս գալը, շրջվեց։ Իդեպ, լսել եմ, որ Թավրիզյանը շատ տպավորված էր ձեզնով Մարիոթ հյուրանոցի պարահանդեսում։ Հետաքրքիր է, թե ինչպես կարող են ամենաանհավանական մարդիկ կապ հաստատել։ Դուռը փակվեց, Լետիցիային սառած թողնելով։ Հաղորդագրությունը պարզ էր։ Նրանք գիտեին։ Ինչ-որ կերպ, նրանք գիտեին իր Էդուարդի մասին։ Սկզբնական խուճապը շուտով տեղը զիջեց վճռականությանը։ Եթե նրանք մտադիր էին օգտագործել իրենց հարաբերությունները որպես զենք, նրանք պետք է նախ բախվեին նրա հետ։ Հենրիկի հեռանալուց անմիջապես հետո Լետիցիան կապ հաստատեց Մարսելի Դանիելի հետ։ Արտակարգ հանդիպման ժամանակ, ապահով վայրում, նա պատմեց այցի դրա հետանքների մասին։ Սա հաստատում է, որ իսկական թիրախը Թավրիզյանն է, եզրակացրեց Դանիելը։ Նրանք ձեզ օգտագործում են նրան հասնելու համար։ Բայց ինչպես իմացան ձեր մասին, հարցրեց Մարսելը։ Դուք զուսպ էիք, չէ՞։ Լետիցիան վարանեց։ Նա լրագրողին չէր պատմել Էդուարդի հետ իր հարաբերությունների մասին, միայն թե նրանք հանդիպել էին պարահանդեսում։ Մենք չկար, պատասխանեց նա, տեխնիկապես ճիշտ։ Պարզապես մի զրույց պարահանդեսում, որը ակնհայտորեն նկատվել էր։ Հենրիկը կապեր ունի ամենուր, նկատեց Դանիելը։ Աչքեր ականջներ յուրաքանչյուր շքեղ հյուրանոցում, ռեստորանում, ակումբում։ Եթե ձեր միջ որե փոխազդեցություն եղել է, նա կարող էր իմանալ։ Կարորն այժմ նրանց հաջորդ քայլը կանխատեսելն է, միջամտեց Մարսելը։ Եթե Լետիցիան մերժի Հենրիկի առաջարկը, ինչ կլինի։ Նրանք պլան B ունեն, հաստատեց Դանիելը։ Միշտ ունեն։ Երեքն էլ մինչ ուշ աշխատեցին, քննարկելով հնարավոր ռազմավարություններ սցենարներ։ Երբ Լետիցիան վերջապես հասավ տուն, հյուծված, նա գտավ իր բնակարանը շրջված։ Ոչինչ արժեքավոր չէր տարվել, բայց նրա նոութբուքը միացված էր։ Նա վստահ էր, որ այն անջատել էր մինչ դուրս գալը, անձնական փաստաթղթերի մի դարակ կիսաբաց էր։ Վախեցած, բայց հրաժարվելով վախենալուց, նա ստուգեց ամբողջ բնակարանը, համոզվելով, որ միայնակ է։ Հետո մանրակրկիտ ուսումնասիրեց նոութբուքը, գտնելով իր անձնական էլեկտրոնային փոստին մուտքի նշաններ։ Հաղորդագրությունները բացվել էին, հատկապես նրանք, որոնք փոխանակվել էին Էդուարդի հետ իրենց հարաբերությունների սկզբում։ Ներխուժումը հաստատեց նրա կասկածները։ Նրանք ապացույցներ էին հավաքում Էդուարդի դեմ օգտագործելու համար, ապացուցելու անձնական կապ, որը կվարկաբեկեր նրա անաչառությունը գործում։ Սա նշանակում էր, որ ինչ-որ կերպ նա դիմադրել էր նախորդ ճնշումներին։ Նա ինքնաբացարկ չէր հայտնել, չէր զիջել շահարկման որե փորձի։ Բնորոշ նրան, մտածեց Լետիցիան, հիացմունքի անհանգստության խառնուրդով։ Հաջորդ առավոտ նա անանուն հաղորդագրություն ստացավ։ Վերջին հնարավորություն։ Համագործակցիր կամ դատավորը կընկնի։ Գիծ,
Ձայնային ֆայլ։ Նրա Էդուարդի միջ ինտիմ զրույց, ակնհայտորեն ձայնագրված առանց երկուսի գիտության։ Սկզբնական հուսահատությունը շուտով տեղը զիջեց կատաղությանը։ Նրանք խախտել էին ոչ միայն նրա մասնագիտական գաղտնիությունը, այլ այն ամենաինտիմ պահերը, որոնք նա կիսել էր Էդուարդի հետ։ Սա այժմ անձնական էր։ Նա նորից կանչեց Դանիելին Մարսելին, կիսվելով ձայնագրությամբ իր նոր վճռականությամբ։ Ես այլս չեմ թաքնվի կամ փախչի։ Ժամանակն է պատասխանելու։ Ինչպե՞ս, հարցրեց Մարսելը։ Նրանք ռեսուրսներ ունեն, ազդեցություն, քաղաքական ուժ։ Եվ մենք ունենք ճշմարտությունը, պատասխանեց Լետիցիան։ Եվ ճշմարտությունը, երբ լավ փաստաթղթավորված է, ամենահզոր զենքն է։ Երեքն էլ մշակեցին ռիսկային պլան։ Մարսելը կօգտագործեր իր լրագրողական կապերը, ավելի խորը հետաքննելու Հենրիկի քաղաքական գործիչների միջ կապերը։ Դանիելը, դատական ոստիկանության պաշտոնական ուղիներով, թույլտվություն կստանար վերահսկելու կասկածելի հաղորդակցությունները ֆինանսական շարժերը։ Եվ Լետիցիան կծառայեր որպես խայծ։ Կծածներ, թե քննարկում է Հենրիկի առաջարկը, ժամանակ շահելով ավելի շատ ապացույցներ հավաքելով։ Հաջորդ շաբաթներին բացահայտվեց դավադրության սարդոստայնը։ Հենրիկը մենակ չէր գործում։ Կապեր կային ազդեցիկ սենատոր Պետրոս Ալմեյդայի հետ, նույնը, ում Էդուարդը հետաքննում էր մեկ այլ գործով, դատախազության բարձրաստիճան անդամների հետ։ Նրանք կազմում են կատարյալ եռանկյուն, բացատրեց Մարսելը, ցույց տալով իր կազմած դիագրամը։ Հենրիկը տրամադրում է փողը, սենատորը քաղաքական իշխանությունը, իսկ կոռումպացված դատախազները իրավական ծածկույթը։ Միասին նրանք կազմում են փողերի լվացման ազդեցության արտրի գրեթե աննկատ մեքենա։ Եվ Էդուարդը միակ խոչընդոտն էր, եզրակացրեց Լետիցիան։ Միակը, ում չկարողացան գնել կամ ահաբեկել, համաձայնեց Դանիելը։ Դրա համար էլ պետք էր նրան վարկաբեկել։ Եվ դուք, ցավոք, դարձաք կատարյալ զենքը։ Քանի որ նրանք ավելի շատ ապացույցներ էին հավաքում, վտանգն աճում էր։ Մարսելի մեքենան վանդալիզմի էր ենթարկվել։ Դանիելը վերադասներից քողարկված սպառնալիքներ էր ստացել, առաջարկելով դադարել փորել այնտեղ, որտեղ չպետք է։ Լետիցիայի նկատմամբ հսկողությունը ուժեղացել էր։ Նա մշտական հայացքներ էր զգում իր վրա, նույնիսկ տանը։ Երբ լսումների օրը վերջապես եկավ, Լետիցիան միաժամանակ հյուծված էր էլեկտրիկ։ Նա նախորդ գիշեր չէր քնել, վերջին անգամ վերանայելով բոլոր հավաքված ապացույցները։ Կեղծիքի շահարկման, դավադրության ապացույցներ, որի միակ նպատակը համակարգի կոռուպցիային չզիջող մարդուն տապալելն էր։ Նա զգուշորեն հագնվեց։ Մոխրագույն կանացի կոստյում, զուսպ, բայց էլեգանտ։ Մազերը հավաքված էին խիստ կոկոնում, մինիմալ դիմահարդարում, ոչ մի աքսեսուար, բացի մարգարտե փոքրիկ ականջողերից, հոր նվերը, երբ նա ավարտել էր ուսումը։ Նա ցանկանում էր պրոֆեսիոնալ, վերահսկվող, անթերի տեսք ունենալ։ Դուրս գալուց առաջ նա վերջին անգամ նայեց հայելու մեջ։ Նրա աչքերը վճռականություն էին բացահայտում, բայց նա վախ։ Ոչ իր, այլ Էդուարդի համար։ Այն մասին, թե ինչ կլինի, երբ նրանք նորից հանդիպեն ամիսներ տաց հարկադրական բաժանումից հետո։ Այն մասին, թե ինչ կմտածի նա, երբ իմանա, որ նա հեռացրել էր իրեն ոչ թե զգացմունքների բացակայության պատճառով, այլ նրան պաշտպանելու համար։ Խնդրում եմ, հասկացեք, շշնջաց նա արտացոլանքին, կարծես բառեր էր փորձում նրա համար։ Ես արեցի այն, ինչ ճիշտ համարեցի։ Քրեական դատարանը շրջապատված էր լրագրողներով, երբ նա հասավ, ուղեկցությամբ Դանիելի դատական ոստիկանության երկու այլ գործակալների։ Տեսախցիկները շրջվեցին նրա կողմը, հարցեր էին բղավում, լուսարձակներ էին բռնկվում։ Լետիցիան աչքերը դրեց առաջ, անտեսելով շուրջը տիրող քաոսը։ Դեպի դատական նիստերի դահլիճ տանող միջանցքում նա հանդիպեց Մարսելին, ով սպասում էր նրան փաստաթղթերի պանակով։ Ամեն ինչ այստեղ է, ասաց նա, նյութը հանձնելով նրան։ Օգտագործեք միայն այն դեպքում, եթե դա բացարձակապես անհրաժեշտ է։ Լետիցիան գլխով արեց, պանակը դնելով իր պայուսակի մեջ։ Իսկ գործողությունը ընթացքի մեջ է, հաստատեց լրագրողը։ Դատական ոստիկանության գործակալները տեղակայված են։ Եթե ամեն ինչ ընթանա ըստ պլանի, Հենրիկը նրա հանցակիցները կձերբակալվեն լսումներից անմիջապես հետո։ Իսկ եթե ինչ-որ բան սխալ լինի։ Մարսելը կարճ ժամանակով բռնեց նրա ձեռքերը։ Այս անգամ դուք մենակ չեք, Լետիցիա։ Հիշեք դա։
Դատական նիստերի դահլիճն արդեն լեփ-լեցուն էր, երբ նա մտավ։ Փաստաբաններ, օգնականներ, ընտրված մամուլ, դիտորդներ։ Հենրիկն այնտեղ էր, աջ կողմի սեղանի մոտ, երկու հայտնի փաստաբանների հետ։ Նա ժպտաց նրան, ինքնավստահ, կարծես արդեն հաղթել էր։ Լետիցիան իր տեղը զբաղեցրեց, ուղիղ նստած, ձեռքերը ծալած սեղանի վրա։ Նա փորձեց վերահսկել շնչառությունը, հանգստացնել արագ բաբախող սիրտը։ Եվ հետո, կողքի դուռը բացվեց։ Էդուարդը մտավ, հագած թիկնոցը, որը խորհրդանշում էր նրա իշխանությունը։ Նրա դեմքը ոչինչ չէր բացահայտում, պրոֆեսիոնալ դիմակը ամուր տեղում էր։ Բայց երբ նրա աչքերը հանդիպեցին նրա աչքերին, Լետիցիան տեսավ ինչ-որ բանի փայլ, զարմանք, ցավ, շփոթություն, նախքան նա լիովին վերահսկողություն ձեռք բերելը։ Այդ լուր ակնթարթում, լի հիշողություններով, վերքերով, ամեն ինչ պարզ դարձավ նրա համար։ Չնայած ամեն ինչին, չնայած ժամանակին, հեռավորությանը, այն, ինչ նրանք զգում էին միմյանց հանդեպ, անփոփոխ էր մնում։ Եվ այդ գիտակցումը, նրան թուլացնելու փոխարեն, նրան էլ ավելի ուժ տվեց։ Լսումները պաշտոնապես բացվեցին։ Դատախազը, միջին տարիքի տղամարդ խիստ արտահայտությամբ, սկսեց ներկայացնել գործը Մենդոնցյան Ալբուկերկյան շինարարական ընկերության դեմ, մանրամասնելով գերաժորման կաշառքի սխեմաները։ Այնուհետ նա կանչեց Լետիցիային ցուցմունք տալու, շեշտելով նրա դիրքը որպես նախկին գլխավոր ճարտարապետ նրա ենթադրյալ դերը խնդրահարույց նախագծերի հաստատման գործում։ Լետիցիան երդվեց, գիտակցելով, որ յուրաքանչյուր բառ կվերլուծվի, յուրաքանչյուր արտահայտություն կմեկնաբանվի։ Էդուարդը դիտում էր նրան պրոֆեսիոնալ ուշադրությամբ, առանց որևէ անձնական հույս բացահայտելու։ Օրիորդ Մենդոնցյան, սկսեց դատախազը, կարող եք հաստատել, որ այս էլեկտրոնային նամակը, թվագրված 2020 թվականի մարտի 15-ին, որտեղ դուք հավանություն եք տալիս քաղաքապետարանի վարչական կենտրոնի նախագծի փոփոխություններին, որոնք հանգեցրել են բյուջեի 30%, ով ավելացմանը, գրվել է ձեր կողմից։ Փաստաթուղթը մեծ էկրանին էր։ Լետիցիան ուշադիր ուսումնասիրեց այն։ Դա լավ էր արված, անկասկած։ Նրա թվային ստորագրությունը իսկական էր թվում, էլեկտրոնային նամակի ձաչափը ճիշտ էր, նույնիսկ նրա գրելու ոճը ճշգրտորեն կրկնօրինակված էր։ Ոչ, պարոն դատախազ, պատասխանեց նա հաստատուն ձայնով։ Այս փաստաթուղթը կեղծիք է։ Մի մրմունջ անցավ սրահով։ Դատախազը իսկապես զարմացած թվաց, կամ լավ ձացրեց։ Դուք հերքում եք, որ գրել եք այս էլեկտրոնային նամակը։ Ես հաստատում եմ, որ դա կեղծիք է, կրկնեց Լետիցիան։ 2020 թվականի մարտի 15-ին ես Բեռլինում էի, մասնակցելով կայուն ճարտարապետության միջազգային կոնգրեսին։ Ես ունեմ անձնագիր, հյուրանոցի գրանցումներ, լուսանկարներ, որոնք ապացուցում են դա։ Դատախազը մի պահ վարանեց, ապա ցույց տվեց մեկ այլ փաստաթուղթ։ Իսկ ինչ վերաբերում է այս ներքին հուշագրին, որտեղ դուք հրահանգում եք ձեր թիմին կարգավորել տեխնիկական բնութագրերը, հաճախորդի պահանջները բավարարելու համար։ Նույնպես կեղծված, պատասխանեց Լետիցիան, պահպանելով հանգստությունը։ Ամսաթիվը համընկնում է իմ ծնկի վիրահատությունից հետո իմ բժշկական արձակուրդի ժամանակահատվածի հետ։ Ես ունեմ հիվանդանոցային գրառումներ, որոնք հաստատում են դա։ Միջավայրն ավելի ու ավելի լարված էր դառնում։ Յուրաքանչյուր ներկայացված փաստաթղթի դեպքում Լետիցիան մատնանշում էր անհամապատասխանություններ, ժամանակավոր անհնարինություններ, տեխնիկական մանրամասներ, որոնք ապացուցում էին կեղծիքը։ Դատախազը, ակնհայտորեն անհարմարավետ, ավելի ագրեսիվ դարձավ իր հարցերում, ճնշելով նրան, փորձելով ստիպել նրան հակասել ինքն իրեն։ Դուք կարծես հարմար բացատրություն ունեք յուրաքանչյուր փաստաթղթի համար, նկատեց նա սարկազմով։ Պետք է հավատանք, որ գոյություն ունի մանրակրկիտ դավադրություն, բացառապես ձեզ ներգրավելու համար։ Ոչ միայն ինձ ներգրավելու, պարոն դատախազ, պատասխանեց Լետիցիան, հաստատուն հայացք պահպանելով։ Այլ նպատակների հասնելու համար։ Էդուարդը, ով մինչ այդ լուր դիտում էր, առաջին անգամ միջամտեց։ Օրիորդ Մենդոնցյան, կարող եք մանրամասնել, թե ինչ նկատի ունեք այլ նպատակներ ասելով։ Լետիցիան ուղղակիորեն նայեց նրան։ Դա վճռորոշ պահն էր։ Կարծում եմ, ինձ օգտագործում են որպես խաղաքար ավելի մեծ խաղում, մեծարգո դատավոր։ Իսկական նպատակը այս դատարանի հատկապես ձեր ամբողջականությունը վարկաբեկելն է։ Ամբողջ դատարանը լռեց այդ հայտարարությունից հետո։ Բոլորի հայացքները փոխվում էին Լետիցիայի մարտահրավեր նետող կեցվածքով կանգնածի Էդուարդի, բարձր աթոռին նստածի, անթափանց արտահայտությամբ։
Հենրիկ Ալբուկերկյանը թեքվեց, ինչ-որ բան շշնջալու իր փաստաբանի ականջին, մինչդեռ դատախազը կարծես պահի համար շփոթված էր։ Օրիորդ Մենդոնցյան, ասաց Էդուարդը, հաշվարկված լռությունից հետո, նրա ձայնը վերահսկվող պրոֆեսիոնալ, դուք լուրջ մեղադրանք եք անում։ Դուք ապացույցներ ունեք այն հիմնավորելու համար։ Այո, մեծարգո դատավոր, պատասխանեց Լետիցիան, առանց վարանելու։ Դատարանի թույլտվությամբ ես կցանկանայի ներկայացնել ապացույցներ, որոնք իմ փաստաբանը հետաքննող լրագրողը հավաքել են վերջին ամիսներին։ Դատախազն անմիջապես բողոքեց, պնդելով, որ ապացույցները նախապես չեն ներկայացվել, չեն կարող ընդունվել։ Էդուարդը, կարճատ քննարկումից հետո, որոշեց թույլ տալ։ Հաշվի առնելով մեղադրանքների բացառիկ բնույթը դրանց արդիականությունը արդարադատության գործունեության համար, ես թույլ կտամ վկային ներկայացնել այն, ինչ ունի։ Դատարանը կգնահատի ընդունելիությունը հետագայում։ Լետիցիան բացեց իր պանակը, փաստաթղթերի պատճենները հանձնեց դատական պաշտոնյային, ով դրանք բաժանեց։ Մինչդեռ նա բացատրեց, թե ինչ էին հայտնաբերել։ Շինարարական ընկերության ներքին էլեկտրոնային նամակներ, որոնք ցույց էին տալիս իր դեմ ապացույցների դիտավորյալ կեղծում։ Հենրիկի սենատոր Պետրոս Ալմեյդայի միջ հաղորդակցություններ, քննարկելով դատավոր Թավրիզյանին չեզոքացնելու ուղիներ։ Կասկածելի ֆինանսական գործարքներ, որոնք համընկնում էին կարևոր դատական որոշումների ամսաթվերի հետ։ Ամենակործանարարը ներկա դատախազի Հենրիկի միջ զրույցների ձայնագրություններ, որոնք հստակորեն պլանավորում էին օգտագործել Լետիցիայի Էդուարդի միջ ցանկացած կապ, դատավորի հեռացումը պարտադրելու համար։ Ինչպե՞ս եք ձեռք բերել այդ ձայնագրությունները, հարցրեց դատախազը, ձայնը թեթակի դողալով։ Նույն կերպ, ինչպես դուք եք ձեռք բերել իմ ձայնագրությունները, պատասխանեց Լետիցիան, վերահսկվող սառնությամբ։ Տարբերությունն այն է, որ մերոնք դատական կարգով թույլատրվել են դատական ոստիկանության կողմից, որպես կոռուպցիայի հետաքննության մաս։ Քաոս տիրեց սրահում։ Փաստաբանները վեր կացան, ձայները բարձրացան, թղթակիցները սկսեցին կատաղի գրել իրենց նոթատետրերում։ Էդուարդը մի քանի անգամ հարվածեց մուրճով, կարգուկանոն պահանջելով։ Նրա դեմքը մնում էր անտարբեր, բայց նրանք, ովքեր լավ էին ճանաչում նրան, կարող էին տեսնել լարվածությունը նրա աչքերում, կոշտությունը նրա ծնոտին։ Այս լսումները դադարեցվում են 1 ժամով, հայտարարեց նա, վեր կենալով։ Բոլոր փաստաթղթերը կվերլուծվեն իմ աշխատասենյակում։ Դատական ոստիկանության դատախազության ներկայացուցիչները պետք է անմիջապես ներկայանան։ Մինչ սրահը դատարկվում էր շշուկների շահարկումների միջով, Լետիցիան մնաց նստած, ուսերը վերջապես թուլացած ամիսներ տաց լարվածությունից հետո։ Մարսելը մոտեցավ, նստելով նրա կողքին։ Դուք հիանալի էիք, ասաց նա, հայրական հպարտությամբ։ Ձեր հայրը հպարտ կլիներ։ Չի ավարտվել, պատասխանեց նա, դիտելով Հենրիկին, ում մոտենում էին դատական ոստիկանության գործակալները միջանցքում։ Մենք դեռ չգիտենք, թե ինչպես կարձագանքի Էդուարդը։ Նա կանի այն, ինչ ճիշտ է, հաստատեց Մարսելը։ Միշտ էլ արել է։ Հաջորդ 1 ժամվա ընթացքում դատարանը եռացավ գործունեությունից։ Դատական ոստիկանության գործակալները մտնում դուրս էին գալիս դատավորի աշխատասենյակից, դատախազները հավաքվում էին փակ սենյակներում, լրագրողները փորձում էին որևէ տեղեկություն ստանալ ներգրավվածներից։ Լետիցիային տարան անձնական սենյակ, որտեղ նա սպասում էր, փորձելով վերահսկել անհանգստությունը։ Երբ լսումները վերսկսվեցին, մթնոլորտը կտրուկ փոխվել էր։ Ներկա էին նոր դատախազներ, ներկայացնելով դատախազության հակակոռուպցիոն աշխատանքային խումբը։ Հենրիկը չվերադարձավ։ Նա ձերբակալվել էր հարցաքննության համար։ Սկզբնական դատախազը բացակայում էր, նույնպես հետաքննության տակ։ Էդուարդը մտավ, դեմքը էլ ավելի լուրջ, քան նախկինում։ Նա նստեց, ուղղեց թիկնոցը դիմեց լեփ-լեցուն սրահին։ Ներկայացված նախնական ապացույցների հիման վրա հաշվի առնելով մեղադրանքների լրջությունը, այս դատարանը որոշում է անմիջապես կասեցնել Մենդոնցյան Ալբուկերկյան շինարարական ընկերության դեմ այս գործընթացը, առաջարկված պայմաններով։ Բոլոր ապացույցները կփոխանցվեն հակակոռուպցիոն աշխատանքային խմբին, որը կորոշի արդարադատությանը խոչընդոտելու փորձի ապացույցների շահարկման հետ կապված նոր մեղադրանքների մասին։ Նա դադար տվեց, հայացքով շրջելով սրահում, նախքան կարճատորեն Լետիցիայի վրա կանգնելը։ Բացի այդ, հաշվի առնելով այժմ ակնհայտ դարձած շահերի բախումը, ես ինքնաբացարկ եմ հայտնում շարունակելու նախագահել ցանկացած գործընթաց, որը ներգրավում է օրիորդ Լետիցիա Մենդոնցյանին կամ նշված շինարարական ընկերությանը։ Մի մրմունջ անցավ սրահով։
Էդուարդը չէր մանրամասնել շահերի բախման բնույթը, բայց ենթադրությունը պարզ էր նրանց համար, ովքեր մոտ էին հետում գործին։ Նա շարունակեց. «Ձայնը հաստատուն։ Վերջապես, հաշվի առնելով այս գործի արտակարգ հանգամանքները, ճանաչելով Օրիորդ Մենդոնցյանի քաջությունը, լույս սփռելու դատական համակարգի շահարկման այս փորձի վրա, ես արձանագրում եմ իմ անձնական վճռականությունը, որ լիարժեք անաչառ հետաքննություն կանցկացվի բոլոր ներգրավված կողմերի, ներառյալ դատախազության դատական համակարգի անդամների նկատմամբ»։ Նա վերջին անգամ հարվածեց մուրճով։ Այս նիստը փակ է։ Սրահը պայթեց գործունեությունից։ Լրագրողները վազեցին խմբագրություններ զանգահարելու, փաստաբանները խմբվեցին քննարկելու հետանքները, դատական պաշտոնյաները փորձում էին կարգուկանոն պահպանել։ Լետիցիան մնաց նստած, մշակելով այն, ինչ տեղի էր ունեցել։ Էդուարդը գործել էր հենց այնպես, ինչպես նա սպասում էր, ազնվությամբ, նույնիսկ եթե դա նշանակում էր անձնական զոհաբերություն։ Երբ նա վերջապես վեր կացավ դուրս գալու, նրան մոտեցան լրագրողները միջանցքում։ Հարցեր էին տրվում բոլոր կողմերից։ Օրիորդ Մենդոնցյան, ի՞նչ կապ ունեք դատավոր Թավրիզյանի հետ։ Դուք հաստատում եք, որ անձնական հարաբերություններ են եղել։ Պարոն Հենրիկ Ալբուկերկյանը փորձել է շանտաժի ենթարկել ձեզ։ Դանիելը հայտնվեց նրա կողքին, ճանապարհ բացելով ամբոխի միջով։ Այս պահին մեկնաբանություններ չկան, հայտարարեց նա, նրան ուղղորդելով դեպի անձնական վերելակ։ Օրիորդ Մենդոնցյանը դատական ոստիկանության պաշտպանության տակ է, պաշտոնական հայտարարություններ կանի համապատասխան ժամանակին։ Վերելակում Լետիցիան վերջապես կարողացավ շնչել։ Որտեղ է նա, հարցրեց նա Դանիելին, առանց անհրաժեշտության նշելու, թե ում։ Իր աշխատասենյակում, պատասխանեց գործակալը։ Խնդրեց ձեզ տեսնել, եթե համաձայն եք։ Լետիցիան գլխով արեց, սիրտը արագանալով։ Ամիսներ տաց հարկադրական հեռավորությունից, ցավոտ լռությունից հետո նա վերջապես կբախվեր Էդուարդի հետ դեմ առ դեմ, առանց դիմակների, առանց պատրվակների։ Դատավորի աշխատասենյակը գտնվում էր դատարանի վերջին հարկում, խիստ, բայց էլեգանտ տարածք, հատակից առաստաղ գրքերի դարակներով, լայն պատուհաններով, որոնք քաղաքի համայնապատկերային տեսարան էին բացում։ Էդուարդը կանգնած էր պատուհանի մոտ, մեջքով դեպի դուռը, երբ նա մտավ։ Նա հանել էր թիկնոցը, հագած միայն կատարյալ կտրված մուգ կոստյումը։ Նրա ուսերը կարծես անտեսանելի ծանրություն էին կրում։ Էդուարդ, կանչեց նա մեղմորեն, փակելով դուռը իր հետից։ Նա դանդաղ շրջվեց։ Նրա դեմքը հյուծվածություն, թեթություն էր բացահայտում հավասարապես։ Մի պահ նրանք պարզապես նայեցին միմյանց, նրանց միշտ տարածությունը լի էր չասված բառերով, ճնշված զգացմունքներով, ամիսներ տաց կարոտով, կասկածով։ Ինչո՞ւ ինձ չասացիր, հարցրեց նա վերջապես, ձայնը խռպոտված զսպված հույզերից։ Ինչո՞ւ անհետացար այդպես։ Ձեզ պաշտպանելու համար, պատասխանեց Լետիցիան, վարանող քայլ անելով դեպի նա։ Երբ ստացա կանչագիրը, տեսա ձեր անունը որպես գործի դատավոր, հասկացա, որ մեր միջ ցանկացած կապ կօգտագործվի ձեր դեմ։ Ձեր կարիերան, ձեր համբավը, այն ամենը, ինչի համար դուք աշխատել եք։ Ուրեմն դուք միայնակ որոշեցիք, որ ավելի լավ է հեռանալ, եզրակացրեց նա, առանց մեղադրանքի, պարզապես փաստը արձանագրելով։ Առանց ինձ ընտրության հնարավորություն տալու, առանց վստահելու, որ մենք կարող էինք միասին լուծում գտնել։ Մաքուր լուծում չկար, փաստարկեց նա։ Եթե դուք անմիջապես ինքնաբացարկ հայտնեիք, դա կասկածներ կառաջացներ։ Եթե շարունակեիք գործը, իմանալով մեր այն, ինչ եղել է մեր միջ, կվարկաբեկեիք ձեր ամբողջականությունը։ Եվ դուք կարծեցիք, որ ես կնախընտրեի իմ կարիերան ձեզ։ Հարցը կախված մնաց օդում, ուղիղ կործանարար։ Լետիցիան զգաց, որ արցունքներ են գոյանում, բայց զսպեց դրանք։ Ես կարծեցի, որ դուք չպետք է ընտրեք, պատասխանեց նա, դողացող ձայնով։ Ձեր ազնվությունը որպես դատավոր ձեր էության մի մասն է, Էդուարդ։ Ես չէի կարող լինել այն մարդը, ով դա կխլեր ձեզնից։ Նա դանդաղ քայլեց դեպի նա, կրճատելով ֆիզիկական հեռավորությունը, որը նրանց միջ գոյություն ուներ այդքան երկար ժամանակ։ Դուք մի բանով ճիշտ եք, ասաց նա, ձայնը այժմ ավելի մեղմ։ Իմ ամբողջականությունը ինձ համար հիմնարար է։ Ահա թե ինչու այս սենյակից դուրս գալուց հետո ես կներկայացնեմ իմ հրաժարականը դատարանին։ Ինչ։ Լետիցիան տագնապած նայեց նրան։ Դուք չեք կարող դա անել։ Ոչ հիմա, ոչ այն ժամանակ, երբ մենք ապացուցեցինք, որ դուք ամբողջ ժամանակ ճիշտ էիք։ Հենց այդ պատճառով, բացատրեց նա։
Իմ անաչառությունը վարկաբեկվել է ոչ թե այն պատճառով, որ ես զիջել եմ կոռուպցիային, այլ այն պատճառով, որ սիրահարվել եմ։ Եվ թե ես տեխնիկապես ոչ մի կանոն չեմ խախտել, մեր կարճատ ներգրավվածությունը տեղի է ունեցել մինչ այս գործը, ես չեմ կարող շարունակել, կարծես ոչինչ տեղի չի ունեցել։ Դուք ամեն ինչից հրաժարվում եք իմ պատճառով, հարցրեց նա, մեղքը ակնհայտ իր ձայնում։ Էդուարդն առաջին անգամ ժպտաց, հոգնած, բայց անկեղծ ժպիտ։ Ոչ, Լետիցիա։ Ես ընտրում եմ հավատարիմ լինել ինքս ինձ։ Եվ միգուցե ավելի կարևոր, ես վերջապես ընտրություն եմ կատարում, պարզապես նախապես որոշված ճանապարհով գնալու փոխարեն։ Նա քնքշորեն դիպավ նրա դեմքին, մատները հարգանքով հետեցին նրա այտի ուրվագծին։ Այս վերջին ամիսները առանց ձեզ իմ կյանքի ամենադատարկն էին։ Ես կարծեցի, որ կորցրել եմ մի բան, որը հազիվ էի հասցրել ճանաչել, որ գտել էի։ Լետիցիան այլևս չկարողացավ զսպել արցունքները։ Դրանք ազատորեն հոսեցին, մինչ նա իրեն թույլ տվեց, վերջապես, զգալ այն ամենը, ինչ ճնշել էր, վախը, կարոտը, սերը, որն աճել էր նույնիսկ բացակայության պայմաններում։ Ես ամեն օր մտածում էի ձեր մասին, խոստովանեց նա։ Ես ատում էի անտարբերություն ծածնելը, ստիպված լինելով անտեսել ձեր հաղորդագրությունները, իմանալով, թե որքան եք տառապում։ Այլս ոչ, խոստացավ Էդուարդը, նրան ավելի մոտ քաշելով։ Բավական է միայնակ զոհաբերություններից։ Այն, ինչ կգա հետո։ Մենք միասին կդիմակայենք։ Երբ նրանց շրթունքները վերջապես հանդիպեցին, դա կարծես տուն վերադառնալ լուր ցավոտ աքսորից հետո։ Համբույրը պարունակում էր ամեն ինչ, ներողություններ, խոստումներ, կարոտ, հույս։ Նրա ձեռքերը բռնում էին նրա դեմքը, կարծես այն ամենաթանկարժեք գանձն էր, մինչդեռ նա կառչում էր նրա վերնաշապիկից, վախենալով, որ նա կարող է անհետանալ, եթե բաց թողնի նրան։ Դռանը թեթակի հպումը բաժանեց նրանց։ Դանիելը մտավ, կարծես ամաչած պահը ընդհատելու համար։ Ներողություն, պարոն Թավրիզյան, բայց լրագրողները գրեթե քանդում են դռները։ Դատարանը պաշտոնական հայտարարություն է խնդրում։ Էդուարդը հոգոց հանեց, ակնհայտորեն հավաքվելով։ Շնորհակալություն, գործակալ Վասկոնսելոս։ Ես այնտեղ կլինեմ 5 րոպեից։ Երբ Դանիելը դուրս եկավ, Էդուարդը շրջվեց դեպի Լետիցիան։ Սա մեդիա կրկես կլինի։ Նրանք պատրաստ են ամեն ինչ սկանդալի կամ սերիալի սիրավեպի վերածել։ Եվ ինչպես պետք է դա կարգավորենք, հարցրեց նա անհանգստացած։ Ճշմարտությամբ, պարզապես պատասխանեց նա։ Առանց թաքցնելու, առանց չափազանցնելու։ Պարզապես ճշմարտությունը։ Մենք ծանոթացանք, հեռացանք, երբ շահերի բախում առաջացավ, հիմա ես հրաժարվում եմ գործից, գործընթացի ամբողջականությունը պահպանելու համար։ Իսկ մենք։ Ինչ կլինի հիմա։ Էդուարդը նայեց նրան այնպիսի ինտենսիվությամբ, որ նրա սիրտը արագացավ։ Դա կախված է ձեզնից։ Ես գիտեմ, թե ինչ եմ ուզում, Լետիցիա։ Ես ուզում եմ ձեզ հետ իրական բան կառուցել, մի բան, որը պետք չէ թաքցնել կամ պաշտպանել։ Բայց չեմ կարող խոստանալ, որ դա հեշտ կլինի։ Երբեք հեշտ չեմ ուզեցել, պատասխանեց նա, անկեղծ ժպիտով։ Պարզապես ճշմարիտ եմ ուզեցել։ Նրանք միասին դուրս եկան աշխատասենյակից, ոչ թե ձեռք ձեռքի տված, դեռ պետք էր հարգել արձանագրությունները, այլ կողք կողքի, միավորված նպատակով։ Լրագրողների ամբոխը սպասում էր նրանց, տեսախցիկները պատրաստ, ձայնագրիչները մեկնած։ Էդուարդը կարճ ուղղակի հայտարարություն արեց, առանց զարդարանքների կամ չափազանցված արդարացումների։ Նա բացատրեց, որ հեռանում է գործից, վկաներից մեկի հետ նախկին անձնական հարաբերությունների պատճառով, որ այդ հարաբերությունները դադարեցվել էին հենց հակամարտություններից խուսափելու համար, որ իր հրաժարականը դատական պաշտոնից անձնական որոշում էր, պահպանելու ինչպես իր, այնպես էլ դատական համակարգի ամբողջականությունը։ Ես 20 տարի ծառայել եմ արդարադատությանը, եզրակացրեց նա։ Եվ հենց դրան հարգելու համար եմ հեռանում հիմա, որպեսզի կասկածից տվեր չլինի ընթացիկ գործընթացների անաչառության վրա։ Հաջորդ օրերը մեդիա փոթորիկ էին։ Սենսացիոն վերնագրեր, իրավական վերլուծություններ, էթիկական բանավեճեր, շահարկումներ երկուսի ապագայի մասին։ Դատավորը ճարտարապետը։ Սեր, թե դավադրություն։ Թավրիզյանը հրաժարական է տալիս սիրո համար։ Սիրավեպը ցնցում է Երանի արդարադատությունը։ Կոռուպցիոն սկանդալ բացահայտվեց։ Ինչպես մի գործ բացահայտեց միլիոնատեր սխեմա։ Լետիցիան առաջարկներ ստացավ բացառիկ հարցազրույցների, գրքերի առաջարկներ, նույնիսկ հրավերներ հեռուստահաղորդումների։
Նա մերժեց բոլորը։ Էդուարդը միշտ ավելի զուսպ, գրեթե մեկուսացավ իր տանը Դավթաշենում, ընդունելով միայն իր փաստաբաններին ամենամտերիմ ընկերներին։ Ճակատագրական լսումներից 6 ամիս անց Էդուարդը Լետիցիան որոշեցին, որ ժամանակն է պաշտոնականացնել այն, ինչ բոլորն արդեն գիտեին։ Նրանք ընտրեցին մի նշանակալի վայր երկուսի համար՝ Մարիոթ հյուրանոցի տերասը, որտեղ նրանք առաջին անգամ զրուցել էին այն գիշեր, որը փոխել էր իրենց կյանքը։ Այս անգամ, սակայն, դա էլեգանտ պարահանդես չէր, այլ ինտիմ արարողություն, միայն մտերիմ ընկերների ընտանիքի հետ։ Մարսելը, այժմ զույգի սիրելի ընկերը, անցկացրեց քաղաքացիական արարողությունը։ Դանիելը, ով շարունակում էր աշխատել դատական ոստիկանությունում, բայց պահպանում էր կանոնավոր կապ, պատվավոր հյուրերի թվում էր։ Էդուարդի քույրը, Գյումրիից հատուկ այդ առիթով եկած, ժպտում էր արցունքոտ աչքերով, մեկնաբանելով, որ երբեք չէր պատկերացրել, որ կտեսներ իր խիստ ավագ եղբորը այդքան ակնհայտ սիրահարված։ Երդումները պարզ էին, անկեղծ, առանց ավելորդ զարդարանքների, ինչպես իրենք։ Էդուարդը խոստացավ այլս երբեք թույլ չտալ, որ պարտականությունը մթագնի սերը, այլս երբեք թույլ չտալ, որ խոցելիության վախը հեռացնի իրեն երջանկությունից։ Լետիցիան երդվեց չփախչել դժվար պահերին, վստահել, որ միասին ավելի ուժեղ են, քան առանձին, կառուցել տուն, հիմնված ճշմարտության փոխադարձ աջակցության վրա։ Հետագա խնջույքը աշխույժ էր, բայց զուսպ։ Կենդանի երաժշտություն, համեղ ուտեստներ, որակյալ շամպայն, բայց առանց շքեղության կամ չափազանցությունների։ Կարորը ոչ թե արտաքին տեսքն էր կամ տպավորությունները, այլ այն անկեղծ ուրախությունը, որը նրանք կիսում էին։ Երբ Արը սկսեց մայր մտնել Հրազդան գետի վրա, ոսկեգույն վարդագույն երանգներ գցելով ծովի վրա, Էդուարդը Լետիցիային տարավ միայնակ պահի նույն տերասում, որտեղ ամեն ինչ սկսվել էր։ 1 տարի առաջ, եթե ինչ-որ մեկն ինձ ասեր, որ ես այստեղ կլինեմ ամուսնանալով այն ճարտարապետի հետ, ում հրապարակայնորեն քննադատել էի դատական պաշտոնից հրաժարական տալուց ազգային մասշտաբի սկանդալի դիմակայելուց հետո։ Էդուարդը մեղմ ծիծաղեց։ Դուք կհրամայեիք ձերբակալել այդ մարդուն անհարգալից վերաբերմունքի համար, լրացրեց Լետիցիան խաղային ժպիտով։ Հավանաբար խոստովանեց նա, գրկելով նրան իրանից, մինչ նրանք դիտում էին տեսարանը։ Կյանքը հետաքրքիր հումորի զգացում ունի։ Եվ պոետիկ արդարության զգացում, ավելացրեց նա։ Երանի ամենասարսափելի դատավորը քաղաքի ամենավերահսկող ճարտարապետը, երկուսն էլ ստիպված էին հրաժարվել վերահսկողությունից, ավելի մեծ բան գտնելու համար։ Էդուարդը քնքշորեն համբուրեց նրա ճակատը։ Ես չեմ զգում, որ կարևոր բանից հրաժարվել եմ։ Ես պարզապես փոխանակեցի ամբողջականության մի ձմեք այլ, ավելի ամբողջականով։ Ապագան դեռ մարտահրավերներ էր ներկայացնում։ Կլինեին ավելի շատ ցուցմունքներ, ավելի շատ հետաքննություններ, որոնցում երկուսն էլ կկանչվեին մասնակցելու։ Զլմները դեռ դիտում էին նրանց, թե ավելի քիչ կատաղությամբ, քանի որ նոր սկանդալներ էին գրավում վերնագրերը։ Նրանց կարիերաները անցումային փուլում էին, վերակառուցվում էին նոր հիմքերի վրա։ Բայց այնտեղ Երանյան մայրամուտի ոսկեգույն լույսով ողողված այդ տերասում, հարսանեկան խնջույքի հեռավոր աղմուկով որպես սաունդթրեք, Էդուարդը Լետիցիան գիտեին, որ կատարել էին ճիշտ ընտրությունը։ Ոչ ամենահեշտը, ոչ ամենաավանդականը, ոչ էլ ամենաապահովը, բայց միակը, որը թույլ էր տալիս նրանց լինել լիովին ճշմարիտ, աշխարհի իրենց հետ։ Պատրաստ եք մեր հաջորդ մարտին, տիկին Թավրիզյան Մենդոնցյան, հարցրեց Էդուարդը, մի ժպիտով, որը պահում էր միայն նրա համար։ Միշտ, պարոն Մենդոնցյան Թավրիզյան, պատասխանեց Լետիցիան, ոտքերի ծայրերի վրա բարձրանալով, նրան համբուրելու։ Եվ մինչ Արը մայր էր մտնում հորիզոնում, նշելով օրվա ավարտը աստղազարդ գիշերվա սկիզբը, նրանք մեկ անգամ կնքեցին այն պարտավորությունը, որը ստանձնել էին։ Միասին դիմակայել կյանքին, առանց այլս փախուստների, առանց այլս միայնակ զոհաբերությունների։ Որովհետև ի վերջո երկուսն էլ սովորել էին, որ ամենաարդար դատավճիռը գալիս է ոչ թե օրենքից կամ սոցիալական կոնվենցիաներից, այլ սրտից։ 2 տարի անց, արոտ կիրակի առավոտյան, Էդուարդը դիտում էր Լետիցիային կողքին քնած, Արի առաջին շողերը ընդգծում էին նրա շագանակագույն մազերի պղնձագույն շերտերը, որոնք տարածված էին բարձի վրա։ Նրա դեմքի խաղաղ արտահայտությունը հակադրվում էր այն ինտենսիվությանը, որը նա ցուցաբերում էր արթուն ժամանակ, միշտ կենտրոնացած, միշտ շարժման մեջ, միշտ պլանավորելով հաջորդ նախագիծը։ Այժմ ավելի քան երբե, նա կարիք ուներ հանգստի այդ պահերին։ Էդուարդը թեթակի դրեց ձեռքը Լետիցիայի փորի փոքրիկ բարձրության վրա, դեռ գրեթե աննկատ սավանի տակ։
Հղիության 4 ամիս նա շարունակում էր աշխատել նույն ինտենսիվ ռիթմով, միայն դժկամորեն համաձայնվելով կրճատել գրասենյակում անցկացրած ժամերը բժշկի, իր իսկ պնդումից հետո։ Հղիության լուրը անսպասելի էր, բայց խորապես ցանկալի։ Միասին անցկացրած առաջին տարիների անկարգություններից հետո նրանց կյանքը վերջապես գտել էր հարմարավետ հավասարակշռություն։ Էդուարդն այժմ սահմանադրական իրավունքի ամբիոնի համակարգողն էր, հարգված ինչպես գործընկերների, այնպես էլ ուսանողների կողմից։ Լետիցիան դարձել էր էթիկական կայուն ճարտարապետության հեղինակություն, հաճախ հրավիրվում էր դասախոսություններ կարդալու հանրային նախագծերում թափանցիկության կարողության մասին։ Միասին նրանք ստեղծել էին «Թափանցիկ արդարադատությունը» հիմնադրամը, շահույթ չհետապնդող կազմակերպություն, որը նվիրված էր դատական շահարկման զոհերին պաշտպանելուն համակարգում բարեփոխումներ խթանելուն։ Աշխատանքը գոհացուցիչ էր, թե դժվարին։ Սպառնալիքները ժամանակի ընթացքում նվազել էին, բայց երբեք լիովին չէին դադարել, այն գինը, որը նրանք վճարում էին այդքան խորապես արմատացած կոռումպացված համակարգի դեմ կանգնելու համար։ Հղիության լուրը նոր մտածմունքներ էր բերել։ Անվտանգության հարցեր, որոնք նախկինում կառավարելի էին թվում, այժմ նոր շտապողականություն էին ստանում։ Փոփոխությունների մասին զրույցները միգուցե ավելի մեծ տուն տեղափոխվելու, միգուցե ավելի փոքր քաղաք տեղափոխվելու, միգուցե մեկ այլ մարզ տեղափոխվելու մասին ավելի հաճախակի էին դառնում։ Լետիցիան թեթակի շարժվեց, նրա աչքերը դանդաղ բացվեցին, հարմարվելով առավոտյան լույսին։ Գտնելով Էդուարդի հայացքը իր վրա հառած, նա քնկոտ ժպտաց։ «Որքան ժամանակ եք ինձ դիտում քնած», հարցրեց նա, ձայնը դեռ քնից խռպոտ։ «Բավարար չէ», պատասխանեց նա, թեքվելով նրան մեղմ համբուրելու։ «Դուք խոսում եք քնած ժամանակ, գիտեիք»։ «Սուտ է», բողոքեց նա, ձգվելով ինչպես կատուն արի տակ։ «Ինչ եմ իբր ասել»։ Ինչ-որ բան դորիական սյուների կայուն տարածքների մասին, իմպրովիզացրեց Էդուարդը, խաղային ժպիտով։ «Նույնիսկ քնած ժամանակ եք աշխատում»։ Լետիցիան թեթ հարվածեց նրա թին, ծիծաղելով։ «Եվ դուք նույնիսկ արթուն ժամանակ եք վերլուծում վարքագիծը։ Մի անգամ դատավոր, միշտ դատավոր»։ Այդ կատակը կրկնվող էր նրանց միջ, այն մասին, թե ինչպես, չնայած իրենց մասնագիտական կյանքի փոփոխություններին, նրանց էությունները մնում էին նույնը։ Էդուարդը դեռ ամեն ինչ վերլուծում էր դատավորի քննադատական հայացքով։ Լետիցիան դեռ նախագծում կազմակերպում էր որպես մանրակրկիտ ճարտարապետ։ «Ինչպե՞ս եք դուք երկուստ այս առավոտ», հարցրեց Էդուարդը, ձեռքը նորից դնելով նրա փորին։ «Երեք», ուղղեց Լետիցիան, գաղտնի ժպիտով։ Էդուարդը թարթեց աչքերը, փորձելով մշակել տեղեկությունը։ «Երեք»։ Բժիշկը երեք հաստատեց, երբ դուք համալսարանում հանդիպման մեջ էիք, բացատրեց նա, իր ձեռքը դնելով նրա ձեռքի վրա։ Երկվորյակներ։ Դեռ վաղ է սեռը իմանալու համար, բայց նրանք հաստատ երկուսն են։ Էդուարդի արտահայտությունը զարմանքից անցավ ցնցումի, ապա բացարձակ ուրախության։ Երկվորյակներ, կրկնեց նա, կարծես բառը փորձելով։ Երկու երեխա։ Միաժամանակ։ Դա սովորաբար երկվորյակների սահմանումն է, այո, կատակեց Լետիցիան, հիացած նրա արձագանքով։ Ինչու ինձ երեք չասացիր։ Դուք հյուծված էիք հանդիպումից, ես ուզում էի տեսնել ձեր արտահայտությունը հանգիստ պահին, բացատրեց նա։ Արժեր սպասել։ Էդուարդը նրան քաշեց ամուր գրկելու, դեմքը թաղելով նրա մազերի մեջ։ Դուք շարունակում եք զարմացնել ինձ, նույնիսկ այսքան ժամանակ անց։ Խոստանում եմ շարունակել փորձել, պատասխանեց նա, փաթաթվելով նրա կրծքին։ Առնվազն 50 տարի կամ ավելի։ Կյանքը, որը նրանք միասին կառուցել էին, կատարյալ չէր։ Դեռ կային մարտահրավերներ, մտահոգություններ, դժվար օրեր։ Գործը, որը նրանց միավորել էր, թողել էր սպիներ թշնամիներ։ Բայց այդ արոտ կիրակի առավոտյան Լետիցիայի ներսում աճող ոչ թե մեկ, այլ երկու նոր սկիզբների խոստումով, ապագան պայծառ էր թվում լի հնարավորություններով։ Նրանք սովորել էին ամենադժվար ճանապարհով, որ կյանքը հազվադեպ է հետում մանրակրկիտ պլաններին կամ վերջնական դատավճիռներին, որ երբեմն քաջության ամենամեծ արարքները տեղի չեն ունենում դատարաններում կամ մեծ նախագծերում, այլ վստահելու, մնալու, սերը ընտրելու ամենօրյա որոշումներում, նույնիսկ երբ ավելի հեշտ կլիներ նահանջել։ Եվ մինչ արը բարձրանում էր Երանի երկնքում, լույս սփռելով նոր օրվա վրա, Էդուարդը Լետիցիան իրենց թույլ տվեցին մի քանի հանգիստ պահեր միասին, իմանալով, որ անկախ նրանից, թե ինչ մարտահրավերներ կբերի ապագան, նրանք դրանցից յուրաքանչյուրին կդիմակայեն, ինչպես խոստացել էին։
կողք կողքի, առանց այլս փախուստների, առանց այլս միայնակ զոհաբերությունների։ Որովհետև ի վերջո երկուսն էլ սովորել էին ամենակարևոր դասը, որ կյանքը, ինչպես արդարադատությունը, ճարտարապետությունը, սերը, կատարելության մասին չէ, այլ ամբողջականության։ Մի բան կառուցելու մասին, որը կմնա, նույնիսկ երբ ամենաուժեղ քամիներն են փչում։ Տարածքներ ֆիզիկական հուզական ստեղծելու մասին, որտեղ ճշմարտությունը կարող է գոյություն ունենալ իր ամբողջ անկատար բարդության մեջ։ Եվ դա, միգուցե, ամենամեծ գործն էր, որ նրանցից յուրաքանչյուրը երբևէ ստեղծել էր։